Սամվել Կարապետյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 10 ամսում, քննչականը 135 հատոր է գրել, բերել դատարան։ Կարապետյանին մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու, առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ ու փողերի լվացում անելու, ինչպես նաև հարկային պարտավորությունները չկատարելու մեջ։ Փաստաբանների արձանագրումն է, իրավաբանություն այս գործում չկա։ Փորձել են ինչ-որ թվերը ուռճացնելով ներկայացնել, որ իբրև տեսեք այսպիսի գումարների մասին է խոսքը, որ պատկերացնեք միայն այդ իրենց վկայակոչած գումարների տասնապատիկ Սամվել Կարապետյանը որպես բարեգործություն կատարել է Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում, կներեք նույնիսկ տասնապատիկից էլ ավել թիվ կարող եմ ասել։ Դա միայն բարեգործություն։ Պաշտպաններն այստեղ հիշեցնում են նաև Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը։ Ներկայացված մեղադրանքներից մեկի վերաբերյալ ասել է, որ հիմնավոր կասկած ընդհանրապես չկա։ Մյուս մեղադրանքի վերաբերյալ ասել է, որ այն գտնվում է ծայրահեղ ցածր մակարդակի վրա, նույնն էլ կոչի դրվագի հետ կապված մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը հիշեցման կարգով Հայաստանի Հանրապետությունում ըստ քննչական եւ դատախազության մարմինների հանդիսանում է իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Կարապետյանի փաստաբաններն ասում են շուրջ 10 վարույթ քննչականն իրար է միացրել համատեղ քննել իրենց խոսքով բացառապես մեկ նպատակ ունենալով, այն է Սամվել Կարապետյանի ազատությունը սահմանափակելը։ Հարցաքննվել են 40 անձ, որոնցից որևէ մեկը Սամվել Կարապետյանին վերագրվող արարքների առնչության վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի տվել։ Կատարվել են 81 զննության արձանագրություններ, ում բացառապես փաստաթղթեր են զննվել, այդ փաստաթղթերից որևիցե մեկում Սամվել Կարապետյանի անունը չի հիշատակվում։ Կարապետյանի գործով սկսվում է հիմնական դատալսումների փուլը, փաստաբանները միջնորդել են առաջնահերթ քննել խափանման միջոցի հարցը։ Սամվել Կարապետյանն այժմ տնային կալանքում է, պաշտպանները պնդում են, օր առաջ պետք է այն վերացվի, դարձյալ վկայաբերում են Վճռաբեկ Ատյանի որոշումը, թե այս գործով վերաքննիչ դատարանին նույնիսկ ծանրաբեռնել պետք չէ։ Բացի այս ունեն նաև քաղաքական հիմնավորում, առջևում ընտրություններն են, իսկ Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն։ Կարևոր է, որ հավասար հնարավորություններ ունենա պրոցեսում։ Անհրաժեշտ է ուղղակի, եթե մենք խոսում ենք Հայաստանում ընտրական գործընթացի նվազագույն երաշխիքների մասին, մենք պետք է ունենանք հնարավորություն, որ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահը, վարչապետի թեկնածուն հնարավորություն ունենա անմիջականորեն եւ ամբողջական մասնակցելու նախընտրական ցուցակի ձևավորմանը։ Հակակոռուպցիոն դատարանի առաջին նիստը վաղն է, պաշտպանների ակնկալիքը իրավունքի գերակայությունն է։ Էդուարդ Պողոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։